Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության Սերժ Սարգսյանի հայտարարությունից մինչ օրս գործընթացի դեմ պայքարողները վստահ են, անցած 2 տարում Հայաստանը զիջել է իր ինքնիշխանությունը։ Կանխատեսվում էր, որ որևէ տնտեսական առավելություններ ԵՏՄ-ի մասնակցությունը Հայաստանին չի տալու, եւ հիմա մենք տեսնում ենք, որ ոչ միայն երրորդ երկրների հետ է ծավալը առևտրի նվազում, այլ բուն Եվրասիական միության անդամ երկրների հետ։ Խոսում ենք նրա մասին, որ անվտանգության երաշխիքներ մեր անդամակցությունը Մաքսային միության եւ ԵՏՄ-ին չի տալու, մենք համոզվում ենք, որ այդպես է եւ հարաբերությունները Ադրբեջանի եւ Ղարաբաղյան հակամարտության գոտում միայն սրվել են այս 2 տարիների ընթացքում։ Մենք կորցրեցինք շատ մեծ ժամանակ, կորցրեցինք այլ երկրների, այդ թվում Եվրամիության հետ մեծ ձեռնտու պայմաններով հարաբերություններ հաստատելու հեռանկարները, ընդգծում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը, նշելով, որ խոստացված 170 միլիոնանոց շուկա մտնելու փոխարեն գյուղացին այսօր ճիրացված վարունգ է թափում։ Խոստումները, որոնք մեզ տրվեցին Եվրասիական տնտեսական միության անդամակցելու հետ կապված, ուղղակի խաբեություն էին, գեղձիկ էին, եւ դրա արդյունքում ուղղակի սահմանափակվեց Հայաստանի ինքնիշխանությունը։ Օրերս խոսք է գնում այն մասին, որ Հայաստանը պետք է դիմի ԵՏՄ-ին, որպեսզի ԵՏՄ-Իրան հարաբերությունները քննարկվեն։ Այսօր Իրանի հետ տարբեր երկրներ բանակցում են սանկցիաներ վերացնելուց հետո իրենց առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորության մասին։ Մենք, լինելով հարևան երկիր, գիտենք, որ ինքնուրույնաբար չենք կարող այդ խնդիրը Իրանի հետ քննարկել, եւ որպեսզի այնուամենայնիվ հետ չմնանք Անգլիայից, Գերմանիայից եւ այլն, մենք ստիպված ենք դիմել ԵՏՄ-ին, որպեսզի ԵՏՄ-ն ինքը որոշի, թե ինչպես հարաբերություններ հաստատվեն Իրանի հետ։ Այսինքն մենք կորցրել ենք հարաբերվելու մեր շահերից բխող հարաբերություններ հաստատելու հնարավորությունից։ Ժողովրդավարության եւ ազատությունների համար պայքարող Բորիս Նավասարդյանը նաեւ այս ոլորտներում է հետընթացի սպառնալիքներ տեսնում, ինչը իր խոսքով ավելի ակնհայտ է դարձել սահմանադրական փոփոխությունների քննարկումներում։ Փորձագետը եզրակացնում է, որ հենց ԵՏՄ-ին անդամակցության համատեքստում հետադիմական ուժերի եւ կազմակերպությունների դերը Հայաստանում մեծացել է ակնհայտորեն։ Այն խոսակցությունները, որոնք ակտիվացել են նաեւ սահմանադրական փոփոխությունների գործընթացում, որ վերահսկողությունը քաղաքացիական հասարակության նկատմամբ, լրատվամիջոցների գործունեության նկատմամբ պիտի ուժեղանա պետական մարմինների կողմից, եւ թեև դա արտացոլված չի նախագծում, բայց տրամադրությունները կարծես թե դրա շուրջ ձևավորվում են եւ կան մարդիկ, որոնք բավականին բարձր են խոսում նրա մասին, որ Հայաստանում պիտի կիրառվի այդ ոլորտներում նույն համակարգը, որը գոյություն ունի, ասենք, Ռուսաստանում։ Միայն այն, որ մենք 2 տարի է չենք կարողանում Եվրամիության հետ որևէ փոքր փաստաթուղթ ստորագրենք, սա նույնպես ինքնիշխանության կորստի մասին է, եւ այս միտումների դեմը չառնելու դեպքում մենք շատ ավելի բարդ իրավիճակներում ենք հայտնվելու, շատ ավելի կախյալ, շատ ավելի, այսպես ասեմ, վտանգաշատ։ Այսօր արդեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը իդեմս վարչապետին խոսում են դոլար եվրոյից հրաժարվելու մասին, չպիտի թույլ տալի դա։ Պիտի հասնել այսպիսի կառավարության հրաժարականին, որը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի անկախությունը։